Ողջույն։ Արցախի հարցով հանրաքվե տասնամյակներ շարունակ բոլորը խնդրում էին Ալիևից, նախ հորից, հետո որդուց, բայց այդ հանրաքվեն արի ուտես, որ որոշեց անցկացնել Փաշինյանը։ Համաձայն եմ, սա հնչում է որպես absurd, հաշվի առնելով, որ հենց Փաշինյանն է հայտարարել, հետո էլ բազմիցս կրկնելու հաստատել, որ Ղարաբաղյան շարժման թեման համարում է փակված, առնվազն ինքը համարում է փակված։ Բայց փաստը մնում է փաստ, այսքանը որպես նախաբան, իսկ հիմա կինոյի ժանրի կանոնները պահենք ու հետ գնանք մարտի 11 2026 թվականի, երբ Փաշինյանը Եվրոպայում չարաբաստիկ խնձորը կերավ առանց դանակ։ Ես մեղավոր եմ, որ գագաթաժողովում խնձորը առանց կտրելու եմ բերում։ Այս բազմաչարչար խնձորը Հայաստանի Հանրապետության վարչապետի Ստրասբուրգյան այցի գլխավոր հերոսը դարձավ, բայց Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը միայն այդ խնձորի ոչնչացումը չէր, նա որոշել էր եվրոպական ամբիոնից ոչնչացնել նաև Հայաստանում իր հակառակորդներին, քաղաքական եւ ոչ միայն քաղաքական։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպես մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի ժողովրդի հետ եւ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից, այսինքն 2024 թվականից հետո տների մոտ 50%-ի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։ Անձամբ ես քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ, մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը, որի այս սիմվոլը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պատկերը կրում եմ կրծքից։ Ինչ կարիք կար սեփական կեղտոտ սպիտակեղենը փռել եվրոպացիների առաջ, գուցե ոչ բառացի, բայց մոտավոր այս իմաստով հարց Փաշինյանին ուղղվեց, երբ նա Ստրասբուրգից վերադարձավ Երևան։ Վարչապետը պատասխանեց անկեղծ ու առանց երկիմաստության Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրները Եվրոպայում հատ-հատ ու թաքուն են իր դեմ գործ տվել, ինքն էլ բացահայտ ու պաշտոնապես ու միանգամից բոլորի դեմ է գործ տալիս։ Այսքան բան, բայց ինքը նույնը ասաց մի քիչ ավելի գեղարվեստական ձևավորումով ու մի քիչ ավելի երկար։ Մեր դիրքորոշումներն եմ արտահայտել, այդ թվում իմանալով, որ Եվրոպական խորհրդարանի падգամավորները մեր падգամավորների հետ շփումների ընթացքում ասում են, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում, դրանից առաջ հայտարարություններ էր եղել եւ այլն, լավ միջազգային հարթակ էր, որպեսզի ես բոլոր հնարավոր միջազգային կառույցների բոլոր հնարավոր հարցերին անդրադառնամ եւ հատ-հատ չանդրադառնամ։ Հիմա փորձենք այս զարգացումների մեջ տրամաբանական թելը չկորցնել։ Խոստովանեմ, դա երբեմն բավական դժվար է, բայց ամեն դեպքում
Եթե ավելորդ մասերը հանենք, ստացվում է, որ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարել էր Ղարաբաղյան շարժման էջը փակելու մասին, հենց ինքն էլ փաստացի վերաբացեց այն ու անգամ շարժման առաջնորդ նշանակեց, ոչ ավել, ոչ պակաս, կաթողիկոսին, Գարեգին II-ին։ Իսկ ում պատվերն է կատարում կաթողիկոսը, Փաշինյանն ունի իր վարկածը, չի ալարել, նորից կրկնել է, երկար ու մանրամասն։ Ես նախկինում ասել եմ, մայրաթոռի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը, երեք ասեցի, դա խոցելն են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք երկխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա ի՞նչ նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Ըհը, գրեթե տեղ հասանք, պատերազմն ու Ղարաբաղը իրար հետ կապելը արդեն տրամաբանական կլինի, ով ասի Ղարաբաղ, նշանակում է ասում է պատերազմ, կարճ կոնկրետ։ Հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ։ Խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, եւ ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Այստեղից էլ անսպասելի նախաձեռնությունը, ընդ որում անսպասելի գուցե մեզ համար, Հայաստանում սպասվող ընտրությունները դարձնել ոչ ֆորմալ հանրաքվե Արցախի վերաբերյալ։ Ասեք, որ հանճարեղ գաղափար է, գնում եք ընտրության, ինչ որ մեկի օգտին քվեարկում ու դրանով նաև ձեր այոն կամ ոչն եք ասում Արցախի ապագայի հետ կապված։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակում ենք թե չէ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։ Եվ ընդ որում 2020 թվականից առաջ էր պատերազմն, չէ որ պատերազմ չէր։ Մենք խաղաղություն ենքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր սկսում ենք տարբերել։ Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Մենք ասելով ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի։ Եվ ժողովուրդը առջկա ընտրություններով պետք է ասի, մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, թե չի շարունակում։ Որտեղ եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, այդ նշանակում է, որ Կտրիչ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի, եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է շարունակենք։ Երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի։ Այ այսպես, ուզում եք, որ որոշումը միայն Փաշինյանն ընդունի ու վաղը քարկոծեիք, չի ստացվի։ Թեման դրեց բոլորի ուսերին, ընդ որում ընտրեք, չընտրեք, գնաք, չգնաք, կապ չունի։ Ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափելու։ Յուրաքանչյուրը ոչ մեկ չի խուսափելու այս ընտրությունից, ոչ մեկ։ Եվ նրանք, ովքեր գնալու են ընտրությունների, եւ նրանք, ովքեր չեն գնալու ընտրությունների, եւ նրանք, ովքեր այս մոտիվով են քվեարկելու, եւ նրանք, ովքեր այս մոտիվով չեն քվեարկելու, ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չենք շարունակում։ Եթե շարունակում ենք,
դա պատերազմը։ Եթե չենք շարունակում, դա խաղաղությունը ամեն օրվա հետ ուժեղանալու է եւ անկախությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու։ Ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու։ Հայաստանի Հանրապետությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու։ Եվ ես առաջնորդում եմ այս շարժումը։ Հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը առաջիկա ընտրություններում կհաղթի, շատ մեծ է, դա չեն կարող ժխտել նաև նրա քաղաքական հակառակորդները, ու այդ հաղթանակի հետ որպես լրացուցիչ բոնուս ընտրողներն ու չընտրողները Փաշինյանի հետ կկիսեն Արցախի հարցում նրա որոշումների ողջ պատասխանատվությունը, ընդ որում, ինչպես արդեն ընդունած ու ի կատարածված որոշումների, այնպես էլ այն որոշումների, որոնք նա ընդունելու է այս ընտրություններից հետո։ Բայց այստեղ ամենածիծաղելին, գուցե ամենատխուրն այն է, որ Արցախի հարցով Փաշինյանի հայտարարած հանրաքվեին արցախցիները փաստացի չեն մասնակցելու։ Դե նախ եւ առաջ այն պարզ պատճառով, որ արցախցիների մեծ մասը դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, որ գնա Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին մասնակցի ու իր կարծիքն արտահայտի։ Ընդ որում սա առաջին դեպքը չէ, որ արցախցիների ճակատագիրը որոշվում է առանց արցախցիների։ 1921 թվականի Կովբյուրոյի տխրահռչակ որոշումը ևս ընդունվեց առանց արցախցիների, բայց խորհրդային Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Ըստ էության 1990-ականներին էլ արցախցիների մասնակցությունը սեփական ճակատագրին վերաբերող հարցերին այնքան էլ միանշանակ չի, իսկ ավելի ուշ հայտնի դեպքերով պայմանավորված արդեն 1990-ականների վերջերին Արցախի մասնակցությունը ընդհանրապես նվազագույնի հասցվեց։ Հայաստանը դարձավ Արցախի ձայնը, ավելի ճիշտ պատկերացնում ենք, որ Հայաստանը դարձավ Արցախի ձայնը։ Այնպես որ առաջիկա, այսպես ասած, հանրաքվեն կլինի այս շարքում հերթականը, եւ հերթական անգամ Արցախի հայությունը իր ճակատագրին վերաբերող փաստացի հանրաքվեի ժամանակ կլինի դիտորդի, չէ, ինչ դիտորդ, կլինի պարզապես դիտողի կարգավիճակում։ Այսպիսի տխուր կանխատեսումներ ճիշտ են թե սխալ կգնահատենք ոչ թե անորոշ ապագայում, այլ առաջիկա ամիսներին։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։